Բայց արժի վաղո։ Արա չէ, եղբայր, խայտարակ կլենք։ Իրոք չարժի։ Աղբերս չէ էլի, արի չանենք տես բան։ Ընգեր, ես իմ ալ բացատրեմ ես տողուն։ Ես, մեր էտա մեր ազգի ժողովրդի մեծամասնության մոտ, քանի չի միացել, սա խորհրդա կենենք, էլի, կսա կենենք։ Թողել եմ այլանդակ, կեղտոտ, նախկին թալանցի, ռոբիկի սուն, սերզիկի սուն, անհատականության տպավորություն։ Արի էդ մի բանը չանենք, հա։ Վաղո նաստայի վետ մի երա, եղք, զզվեմ կեզնից լուջակս։ Խոսա չի միացել։ Արա այախ բր խոսա, ես կամաղ տեսել ես կեզ ծույս տամ ես։ Ենովա, բեր այս պարխուդարան։ Հələ մի լոպ է, հələ, տուր, ինչ ես տալի, տուր։ Տվեց, բերին մարրեմ չի գորով արևուտ, միք չետիկայ ջև էսետիկայ զուրկ տեսանյութա, բայց սյոտեկի պտի ասեմ ես, լուրջակսեմ պտի ասեմ, հեսա միանա ասեմ, բարո Փաշյան, բարև, միացել է վաղո, ես եմ, ես, տենաս, էսա պամադոր պաչոմ կեպիով, տենաս բարո Փաշյան, ասիգելի ես եմ, ճանչցար, չէ, ասմա կախին բանկար չճանչցա, իմ ալ սկսեմ էտա տորժեսվեննի որ հնչի ալի, էտա իմ ալա կսեն հանդիսավոր, այսօր Facebook-ն կթերթեմ վաղո, ժոր ջան հմենուն բարև էլի, մեր վաղո էտ կսարա կենենք, այսօր Facebook-ն կթերթեմ, կներեք իհարկե ծխելով բդի խոսամ, գիդեմ գեղեցիկ չի, մեր Facebook-ն են չակերներով երևացող մարդիկ, դա կլինեն բժիշկ, դա կլինեն, չգիտեմ, քաղաքական վերլուծաբաններ, դա կլինեն ելով, լրագրողներ, վերակենեն, ստատուսներ ակենեն, իչի կնավ թույս, իչ չուզ ես էտա պրիսուստվտ են ես, ներկան ես, կնա, ես կեսակ ներկասնեմ, ոնց անենք, որ միանա, mənա միացավ, տես, այս անջատումներ են, կնշանակե մեկ բան, որ էտա մեր գերագույն գլխավոր, ասեմ եթերի մեջ, 1000 ներեղություն, քանի որ բոլորիդ մոտ թողել եմ խուժանի և այլանդակի տպավորություն, ես չեմ ուզում իմ կերպարից դուրս կամ, ես կմնամ խուժանի և այլանդակի կերպարի մեջ, իչի գնավ թույց, մենք բոլորս այսօր մտորումների մեջ ենք ադնակլասնիկով, բարո Փաշյան ստե ես, կարող է եթերի մեջ ելնի 18 պլուս բարեր, էդի ստացվում է ինքնաբերաբար, էդի չի ստացվում հատուկ նշանակետին խպելու համար, ինչ է գուզեմ ասեմ, մենք ադնակլասնիկով որոշել ենք, էտա մեր ասվալտ պրող, կատոկ կշող տղեկով որոշել ենք, իմ ալեն է, որ մի քիչ բնական լի, մենք ենք տերը մեր երկրի, վաղը մեր բարո Փաշյանի ծնունդն է, ես ամենայն լրջությամբ, առանց որևիցե մի երգիծական նոտա ներդնելու այս լայվի մեջ, գուզեմ մեր բոլորիս շատ սիրելի Գեղարքունիքի մարզի բարբարով, նախապես շնորհավորելով մեր բարո Փաշյանի ծնունդը, նվիրեմ իրան ինչ, բարո Փաշյան, հլիկոն, թաղեմ օրևետ, ալնայա, Էսի գիտես ինչա, Նիկոլ,
Համեն խոփանչիներ շռել են շշի մեջ, որ նվիրեն քեզ։ Հասկենաս ինչ ակսեմ։ Ատելությամբ լի մեզի պարունակություն։ Ուրեմն լսեք։ Ովքեր ինձ շատ մարդիկ շատ վաղ խորհուրդ են տալի, ասում են կոնկրետ անհատական կապի մարդկանց, բայց աբաբշատ մի արա։ Այս պարագայում ես աբաբշատա պետք է ենեմ։ Բոլոր են մարդիկ, բոլոր անխտիր, ովքեր վաղը կնշեն Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը, կբարձրացնեն բաժակ, կխմեն կենաց առանց սապոն հետույք մտնելու կարգավիճակով, խա, հասկանում եք ինչ եմ ասում, էդի կլնի Արսեն Թորոսյան, էդի կլնի, չգիտեմ, Ռոմանոս Պուպուլիկ, այդ բոլոր մարդիկ, այդ բոլոր մարդկանց գավաթների և բաժակների մեջ լցված պիտի լինի խառը հեղուկ, չեմ ուզում խուժան բան ասեմ, ես խուժան չեմ, ուրեմ լսեիք, բոզի տղեքի կուտոք, բոլոր նրանք, ովքեր վաղը, պիտի շնորհավորեն մի բոզի տղու ծնունդ, ասել եմ 18+, ով 120,000 հայի թողեց անտուն, անգերեզման, անհայրենիք, ուրեմ դուք բոզի տղա եք, բոզի աղջիկ եք, այսինքն բարոյական օրենքներից զուրկ պոռնիկի ծնունդներ եք, ասում եմ ընդհանուր, ովքեր վաղը սենց բաժակ կբարձնեն, էսի սիգարետի պաշկայա, ես անորմալ չեմ, սիգարետի պաշկեն ցույց տամ, ասեմ էսի բաժակա, ու կխմեն Նիկոլ Փաշինյանի երկարատև առողջության կենացը, դուք խմում եք մի մարդու կենաց, զաոշնի եմ ասում, ժամանակից առաջ ընկնելով, բոզի վաստակներ, ով հոկտեմբերի 19-ին չկանգնեցրեց պատերազմը, դուք խմում եք մի մարդու կենաց, ում հրամանով հայ ոստիկանները զոհված հայ զինծառայողի ծնողին մորը ոտու ձեռից բռնած քաշին գցին ուազիկի մեջ ոստիկանական։ Դուք խմում եք մի հատ բոզի տղու կենաց, ով չհագենալով հայի արյան ծարավից, 1 տարի առաջ զորացրվածներին կանչեց տարավ լցեց Բայրակթարի բերան։ Դուք խմելու եք մի հատ պոռնիկի ծնունդի կենաց, ով ամեն ասոր խաղում է հայ ազգի արժանապատվության և ինքնասիրության հետ։ Դուք խմելու եք մի հատ պոռնիկի վաստակի կենաց, ասել եմ 18+, աստե ներում բեկում չկա, ով իրա ուղեղի մեջ ձևակերպել է, կրթվել է նորաձև է խոսույթը, բայց իր ֆեյսբուքյան էջով, որ ունի 1 միլիոն պատպիսչիկ, որի մեծ մասը ադրբեջանցի, պաղեստինցի և թուրքեր են, գրում է սրբազան գնա քո քեռու կնգան դոմփին։ Դուք խմելու եք մի հատ պոռնիկի տղու կենաց, ով հայկական 100-ամյա կամ 1000-ամյա խաչքարերը ճանապարհներից հավաքելու հրաման արձակեց։ Դուք խմելու եք մի հատ պոռնիկի տղու կենաց, ում օրոք կորոնավիրուսի բլեֆի անվան տակ 5-ից 6,000 հոգի հայ քաղաքացի հիվանդանոց ես դռնից մտան, են դռնից դուրս եկան, մահացած։ Դուք խմելու եք մի հատ պոռնիկի տղու կենաց, այս շարքը ես կարամ անվերջ թվեմ, ում օրոք բոզի բալեք, հայկական չէ, հայ գենոֆոնդը իր մեջ պարունակող տղերքի մարմինները կարտոֆիլի պարկերի մեջ անտեսված, լքված և ստորացված գցված էին ինչ-որ հիվանդանոցի նկուղային հարկում։ Համի հասկանում եք դուք ով եք։ Հա։ Դուք խմելու եք մի հատ բոզի տղու կենաց, ով լինելով երկրի իբր թե առաջի դեմք, հայտարարում է իլուր աշխարհի, որ
հայկական ցեղասպանության գենոֆոնդը դրված է մեր գենոֆոնդը չէ, գաղափարախոսությունը մեկտեղված է մեր գենոֆոնդի հետ։ Դուք խմելու եք մի հատ պոռնիկի ծնունդի կենաց, բոզի տղեկ ու բոզի աղջիկերք, ով 15 թվի հայոց ցեղասպանությունը պաշտոնապես դրեց կասկածի տակ։ Դուք խմելու եք մի հատ բոզի տղու կենաց, ով երբեմնի Հայաստանի Հանրապետությունից մրսած բոզի տղեկի առաջ կապիկությունը անում ու ասում կոֆե բերեմ, թե չայ բերեմ ձեզի։ Այդ դուք այդ բոզի տղու կենացն եք խմելու։ Դուք խմելու եք մի հատ բոզի տղու կենաց, ով անջատու ավելի։ Դուք խմելու եք մի հատ պոռնիկի տղու կենաց, ով իր ողջ ռեսուրսը ներդրել է իր քաղաքական թիմի հետ, վերացնելու պլենդուզի մակարդակից ցածր իջեցնելու հայի ինքնասիրության, ինքնապահպանման գործոնը։ Այդքանով հանդերձ դուք հիմա հասկացեք, ձեր բաժակի պարունակության մեջ ինչ է լինելու։ Դրա մեջ լինելու է տաջիկների եւ ուզբեկների միատեղ սերմնահեղուկ։ Բարով վայելեք։ Բրուդենշաֆտ, հետա թերթևի գցած, խմեք, հետո զասվեք իրար հետ։ Այդ մեկ։ Այսի բոլոր նրանց, ովքեր վաղը պատրաստում են խմել անկոտրելի պարոն Փաշյան։ Ահա, միացավ։ Ոնց որ չեն թողում մարդ խոսա։ Չգիտեմ որտե անջատվավ, նավիկ փորձեմ շարունակեմ։ Փաշինյան Նիկոլ, քո միակ պրոբլեմ։ Ոչ մի կերպ չեն թողում խոսել։ Ահա։ Ոնց որ միացավ։ Ես հեշտություն արի, որ ես էջով միացա։ Էջովս պետք է խոսայի, որ չընդհատվեր։ Փաշինյան Նիկոլ, քո միակ դժբախտությունը գիտես որն է։ Որ դու մտածում ես, որ դու Թալյաթից, Էնվերից ու Քեմալ եմ ասում։ Ահա, միացավ ոնց որ։ Այս պահի դրությամբ երկու հատ VPN-ա միացած, երկու հատ, որ մի ձև աշխատի։ Քո միակ դժբախտությունը գիտես որն է, Նիկոլ, որ դու մտածում ես, որ Թալյաթից, Էնվերից ու Ջեմալ Փաշայից դու ավելի հզոր մարդ ես։ Երեք կիսաջհուդ թուրքեր, ովքեր կազմակերպեցին 15 թվի ցեղասպանությունը, փախան, պատասպարվեցին եվրոպական եւ ամերիկյան մի շարք երկրներում, բայց հայի, վրեժի փամփուշտը, այդպես ասեմ, գտավ իր տիրոջը կամ օգտատիրոջը, այդքանով հանդերձ դու անասուն ես, դու չես հասկանում ինչ ես անում, դու գրառում ես արել, Նիկոլ Փաշինյան, եւ որի մեջ ասել ես ոչ մեկ իրավունք չունի քննարկել մեկ այլ մարդու անձնական կյանքը։ Այդ գրառումով դու հասկացնելու, որ ոչ մեկ իրավունք չունի քննարկելու քո կնոջ, իբր թե քո կնոջ արտամուսնական կապը։ Ես երբևիցե չէի խոսի ոչ քո կնոջ մասին, ոչ քո մասին, եթե դուք ձեր կուտոկով չլինեիք սրբապիղծ բոզի բալեք։ Երբևիցե։ Երկրորդ, եթե հարց համար առաջին, քո կինը քո օրինական կինը չի, քո երեխաների մայրը, ինչ իրավունքով է Հայաստանի բյուջեի հաշվին կայֆեր կայցեր անում։ Դա մեկ։ Երկրորդ, երբ որ դու խոսում ես, որ ոչ մեկ իրավունք չունի մտնի մյուսի անձնական կյանք, բա դու ինչ իրավունքով ես մտնում եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների անձնական կյանք։ Հա։ Կասես մի հատ, կբացատրես։ Չես կարա, չէ բացատրես, որտեվ դու ոնց շարլատան դեղին մամուլի լրագրող բոզի տղա եղել ես, ինձ մնացել ես։
ու քեզ քո նման անբարոյական բոզի տղուն հատուկ աճեցրել են ու բերել են իշխանության, ում համար չկա ոչ մի սրբություն։ Մեկ այլ գրառում ես գրե, որտեղ ասում ես բոլոր այն հոգևորականները կուսակրոն, ովքեր մերժել են կուսակրոնության ուխտը, պիտի հայ ժողովրդի մասնակցությամբ զրկվեն այդ տիտղոսից և պիտի անցնեն ինչ-որ որակական քննություններ։ Հոգևորականներին անդրադառնալուց առաջ, որոնց լռությունը ես չեմ հասկանում, մարդիկ վերցնում տեսանյութ են կիսվում, որ Արամ Կիլիկիո տան թեմի առաջնորդ Արամ առաջինը կամ մեր Էջմիածնում նստած Գարեգին երկրորդը 2024-23 թվին ինչ-որ բաներ են խոսացել, որոնք մնացել են համացանցում։ Բայց այս պահի դրությամբ մեր երկու հայրապետները, կաթողիկոսները միասին պիտի պայիձեի միացնեին իրանց գավազանները և մտցնեին քո ու կնգա բերանը, որ դու որ բոզի տղա չփորձես կպնես հայ եկեղեցուն, հայ կրոնին, բայց չարեցին։ Միգուցե իրանք ունեն իրանց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառները։ Ես չեմ ուզում դա քննարկեմ, դա իմ թեման չի։ Բայց երբ որ դու խոսում ես քննչական պրոցես անցնելու, քննություն տալու պրոցեսի մասին, արի խոսենք քննության այն հատվածից, երբ հայ ժողովուրդը պիտի ընտրի երկրի վարչապետ։ Ինչ չափանիշներով պիտի հայ ժողովուրդը ընտրի երկրի վարչապետ։ Դրա մասին փորձում ես խոսել Նիկոլ Փաշինյան, որ հայ ժողովրդի երկրի հայ ազգի երկրի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պետք է չլինի ա. շիզոֆրենիկ, բ. ծախված բոզի տղա, գ. չփորձի որևիցե մի կրոնական հավատքի առումով իր քիթը խոթել տվյալ ազգի, ներկայիս հայ ազգի դավանաբանության և կրոնագիտության մեջ, 4. ինքը երբևիցե իր իրավասություններից բարձր որոշումներ չպիտի կայացնի, 5. ինքը որպես երկրի առաջի դեմք, ինքը իրավունք չունի ցենզուրայից դուրս հրապարակումներ գրի, ոնց որ գրել է քո նման բոզի տղան, սրբազան գնա քերուտ կնգան դոմփի։ Ուրեմն սրբազան, մրբազան չգիտեմ, բայց երբ որ քո սեռաշեղված հայրը դոմփում էր սպորտզալում, քո բիոլոգիական ադրբեջանցի մորը, այդ վաղտ ինքը դոմփում էր։ Բարիս բոլոր իմաստներով, որի արդյունքում ծնվեց քո նման սեռաշեղված բոզի տղեն, ում ծնունդն է վաղը։ Իսկ ծնունդի մասին խոսեցի եթերի սկզբում, որ ովքեր վաղը բաժակ կբարձրացնեն, կասեն պարոն Փաշինյան, պարոն վարչապետ, ձեր կենացը, ձեր երկարակեցության կենացը, ուրեմն այդ բոլորը խմում են հայ ազգի արտասուքներից գոյացած հեղուկ, որտև քո նման բոզի տղան ինչ եկել է իշխանության, հայը լավ որ չի տեսել։ Հայը մոռացել է ինչ է նշանակում ժպիտ, ուրախություն։ Քո նման բոզի տղու կենացը խմելուց առաջ պիտի այդ կենաց խմողները հասկանան, որ քո նման պոռնիկի տղա ու կոմիտասի աբուլիկի քadzին կնիկ սարքած Պապիկյան Սուրոն ընդունեց օրինագիծ, որտեղ դասալուկությունը խրախուսվում է 24 միլիոն դրամով։ Հասկանում ես ինչ եմ ասում, Փաշինյան Նիկոլ։ Ու վաղը դու պիտի նշես ծնունդ, հա։ Ես հոգևորական չեմ։ Ես եթե լինեի հոգևորական, ես էլ միգուցե բարեմաղթանք կհղեի քեզ քո ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչ կոնտեքստով, մոտարապես և ևս խաղաղությամբ տերաղաչեցու, խնգարգեցո և ողորմյա։ Բայց քանի որ ես աշխարհիկ մարդ եմ, հոգևոր մարդ չեմ։ Ունեմ կրոն, ունեմ հավատք,
որ իմ գոյաբանական էության անքակտելի մասն է։ Իմ համար առաջնահերթ գալիս է երկու տող, որը կարելի է մեջ բերել հայտնի երգից։ Մահապարտ արծիվներ կամ 13 արծիվներ երգից, որտեղ երգվում է Փաշինյանին դրին հողը, լուրը տարան պոռնիկ մորը, այդ ժամանակ հայազգը կցնծա։ Հայազգը չի ցնծա այն առումով, որ դու մահացար, դու սատկեցիր։ Հայազգը ուղղակի կազատվի մեկից, ում շնորհիվ մենք բոլորս ի զարմանս, ի ցավ մեզ բոլորիս հասկացանք, թե ով ենք մենք էությամբ։ Եվ ինչի է ընդունակ մեր մեջ թաքնված մի մասի այդ ազգային մենտալիտետ, ամեն ինչ վաճառեն, բայց իրանք ունենան, չգիտես ոնց ձևակերպես, իբր թե խոսքի ազատություն։ Դու իմ բառերի իմաստը չես հասկանա։ Երբևիցե դրանց իմաստը դու չես հասկանա։ Քանի որ 44 օրյա պատերազմից հետո, երբ որ հարևան երկրի բոզի տղեն, ով մրսում էր հայից իր հոր հետ միասին, սկսեց մատ թափ տալ քո վրա, հանձինս մեր ազգի վրա, եւ երկ հորինվեց Նոլդու Փաշինյան, քո ծպտունը չհելավ։ Դու այսօր խոսում ես հայի բարոյահոգեբանական կերպարից։ Դու այսօր խոսում ես քո դուխով կերպարից։ Քո դուխով կերպարը կրկնեմ եւս մեկ անգամ։ Հայազգի մեծ մասը տեսավ Սյունիքի մարզում։ Երբ դեմարդեմ քո նման բոզի տղուն ասեցին ողջույն բոզի տղա, դու ձեն չհանեցիր։ Մյուս կողմից էլ, եթե մի քիչ ավելի խորանանք, ասեց, ոնց կուլտուրական արտահայտվեմ վաղո, ասեց դնեմ վզիթ, նոյեմբերի 9-ին ստորագրել ես այդ ճանապարհ բացելու պայմանագիրը, պտի տաս։ Հիմա դու ամեն կերպ փորձում ես կպնես մեր ազգի վերջին կայացած ինստիտուցիոնալ կառույցին, որը կոչվում է հայ առաքելական եկեղեցի, որպեսի մարդկանց հասկացնես, որ դու վիբր չունես, դու պտի տաս այդ միջանցքը, դու պտի տաս այդ ճանապարհը։ Այսինքն ասում ես, կամ հելեք, քո բերանով եմ էլի խոսում, իմ լավը քունեք, կամ պտի տամ, հետո շորը գցեմ Ռոբերտի վրա, Սերժի վրա, Լևոնի վրա, ասեմ դեռ 94 թվին Ալմաթայի հռչակագրով 91-94 թվին, այդ ճանապարհը տված էր, Սերժիկ դու ոչ մի բան ես, Ռոբիկ դու ոչ մի բան ես, ու քո նման խեղկատակի կարծիքով, պտի որևիցե մի նախագահ գար քո նման սրբապիղծ բոզի տղու հետ բանավեճի, հա, մարդով իր ֆեյսբուքյան էջում գրում է սրբազան գնա քերուտ կնգան դոմփի, հա, քո հետ բանավիճել, это сам себя не уважать, քո մասով հլևոր այսքան է, ես իմ կյանքում, այսպես զաոշնի էլի, ես վստահ եմ, ում ասում եմ ինքը չել հասկանա, չնայած իր էջում ես մի քանի անգամ կոմենտ գրել եմ, ես իմ կյանքում աշխատել եմ ոչ մեկի փոխաբերական իմաստով Պարիսպից ներս ոտս չգցեմ, որ միամիտ ժողովրդական լեզվով ասեմ էլի, քարով կամ կոպալով գլխից չուտեմ, դրա հետ մեկտեղ պարոն էսինչ էսինչան, առայժմ պարոնով,
ես երբևիցե ոչ մեկին թույլ չեմ տա, երբ հատի իմ տարածքի սահմանագիծը։ Այս պահից սկսած ու ասեմ, այդ կյանքի, բարոյահոգեբանության, մարդկային պայքարի մեջ իմ համար ավտորիտետներ չկան։ Սոցիալական դիրք, ֆինանսական կարողություններ, այտենց խոշոր պաշտոններ, հա? Այս պահից սկսած դու ձեռք ես բերե, զաոշնի ձեռք ես բերե, քո համար ոչ բարեկամ, չասեմ թշնամի։ Իմիջիալոց մենք երկուսս էլ ծնունդով արցախցի ենք։ Ու դու Նիկոլի թմիշ չես։ Չեմ ուզում շատ փակագից բացեմ։ Բայց, ասում եմ, իմ զաբորից ներս որ մեկը տանցավ, վրներովդ կանցնեմ։ Ու են որ պլաններ ես գծում, այդ պլաններիդ մեջ մեծ գունդ քաքողը ես եմ ելնելու։ Ես չեմ ուզում, ես ու դու դառնանք թշնամի։ Հուսով եմ իմ ցանկությունը դու կիսում ես ինչ-որ մի տեղ։ Հասկացանք իրար։ Պարոն, ես ինչ չան։ Ջոգեր ես, թե չէ։ Տես քո մասին խոսալով ոչ մի թեթև ակնարկ չարվեց, որ մարդիկ չհասկանան դու ով ես։ Բայց դու հանրահայտ դեմք ես։ Բայց ինչքան էլ հանրահայտ ելնես, էլի եմ ասում, Նիկոլի թմիշ չես դու։ Երևի Նիկոլի թմիշ չես, ինչ-որ առումով։ Դու քեզ ներկայացնում ես որպես այտա։ Մի այլ կերպար, մեկ այլ հարթության վրա։ Բայց էլ եմ ասում, на мою территорию заходить опасно, վստահ եմ ռուսերեն գիտես, ու հասկանում ես հստակ։ Ужас от шпаты кадык загрызу։ Գիտեմ, հասկանում եմ, գիտակցում եմ։ Դու ունես մեծ հնարավորություններ։ Բայց мне по одному месту։ Հուսով եմ ժամանակի ընթացքում կհասկանաս, ես խի նկատի ունեի քեզ ու ինչի նկատի ունեի։ Իմ տարածքից ներս չես մտնում։ Հետո չես փորձում խոսել բարոյահոգեբանական կերպարից։ Որ մենք մնանք նեյտրալ կարգավիճակի մեջ։ Կրկնում եմ, անցնելով հիմնական թեմային, որ մեկը վաղը բաժակ կբարձրացնի, կասի, պարոն վարչապետ, պարոն Փաշինյան, քո կենացը, ես քունեմ ձեր կերածը։ Առայժմ այսքանը, հաջողություն։